շարունակենք դիտարկել մաթեմատիկայի շտեմարից տեքստային խնդիրները, հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը։ Առաջին տակառում կա 80 լիտր հեղուկ, իսկ երկրորդում 64 լիտր։ Առաջին տակառից օրական դատարկվում է 2.5 լիտր հեղուկ, իսկ երկրորդից 0.5 լիտր հեղուկ։ Հիմա քանի օր հետո կդատարկվի առաջին տակառը։ Եթե առաջին տակառում կա 80 լիտր հեղուկ եւ օրական իրանից դատարկվում է 2.5 լիտր, ապա 80 լիտրը բաժանելով 2.5-ի, ես կստանամ, թե քանի օր հետո այն ամբողջությամբ կդատարկվի, այսինքն սա հավասար է 80-ը բաժանած 2.5-ը սարքեմ կոտորակ, դա 5 երկրորդ կոտորակն է, սա հավասար է, որ 160-ը բաժանեմ 5-ի, սա էլ իր հերթին հավասար է 32, այսինքն 32 օր հետո ամբողջ տակառը կդատարկվի։ Ասենք երկրորդ հարցին, քանի օր հետո առաջին տակառում կմնա 30 լիտր հեղուկ։ Okay, առաջին տակառում ուզում ենք մնա 30 լիտր հեղուկ։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ 80-ից եթե ես հանեմ, օրական հոսում է իր մեջից 2.5 լիտր հեղուկ, այսինքն 2.5 անգամ T այն օրն է, որը որ ուզում եմ գտնեմ։ Պետք է արդյունքում մնա 30 լիտր։ Այ պետք է լուծեմ այս հավասարությունը, այստեղից գտնեմ T։ Ու սա հավասար է, այստեղից հետո որ 50-ը հավասար է 2.5 T, այսինքն T-ն հավասար է 50-ը բաժանած 2.5-ի, սա էլ իր հերթին հավասար է 20-ի։ Այսինքն 20 օր հետո առաջին տակառում կմնա 30 լիտր հեղուկ։ Շատ լավ, անցնենք երրորդ հարցին։ Քանի օր հետո երկրորդ տակառում կմնա նրա պարունակությունը 75%-ը։ Նախ եւ առաջ եկեք հասկանանք երկրորդ տակառի պարունակության 75%-ը այդ որքան է կազմում, ու հասկանանք թե որքան է կազմում, դա նույնն է ոնց որ երկրորդ տակառի պարունակությունը 64 լիտր, 64-ը բազմապատկեմ 75 100-ով։ Ու սա իր հերթին եթե հաշվարկը կատարենք 75 100-ը դա 3/4-ն է, այսինքն այստեղ ստացվում է 48։ Ուստեղ մեր հարցը հետևյալն է, մի փոքր ձևափոխում, այսինքն քանի օր հետո երկրորդ տակառի պարունակության տակառում կմնա 48 լիտր։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է հետևյալը, որ 64 լիտրից եթե ես հանեմ, այդ օրը, որը ուզում եմ գտնեմ, օրականը հոսում է 0.5 լիտր, այսինքն 0.5 անգամ T, նորից T-ն այն օրն է, որը ուզում եմ գտնեմ, իսկ մի օրում հոսում է 0.5 լիտր, ապա պետք է մնա 48 լիտր։ Եվ պետք է լուծեմ այս հավասարությունը, այստեղից գտնեմ T-ն, ուրեմն ստացվում է, որ 0.5 T-ն հավասար է 16, այսինքն T-ն հավասար է 32։ Նշանակում է 32 օր հետո։ Եվ վերջին հարցը, քանի օր հետո տակառներում հեղուկները կհավասարվեն։ Հիմա տեսեք, եթե առաջին տակառի պարունակությունը 80 լիտր է, 80 լիտրից օրական հոսում է 2.5 լիտր, այսինքն 2.5 լիտր անգամ T այն օրի քանակը, որը ուզում եմ գտնեմ, սա պետք է հավասար լինի 64-ից հանած 0.5 անգամ T։ Այ պետք է լուծեմ այս հավասարությունը, այստեղից փորձեմ գտնել T-ն։ Ու սա լուծելու համար T-երը մի մասում ենք հավաքում, իսկ թվերը մի մասում, այսինքն հավաքել կստանամ ինչ, որ 2T-ն հավասար է 16, այսինքն T-ն հավասար է 8։ Նշանակում է 8 օր հետո առաջ տակառներում հեղուկները կհավասարվեն, տակառում հեղուկները կհավասարվեն։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված կարծում եմ պարզ եւ հասկանալի, հարցեր ունենալ դեպքում խնդրեմ մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տալիս վիդեո կուրսերը, որպեսզի կարողանաք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։